Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պարտավորեցրել է նախաքննական մարմնին քրեական վարույթ նախաձեռնել և պարզել ֆինանսների նախարար քաղաքացիական պայմանագրի անդամ Վահե Հովհաննիսյանի կապը կոռուպցիոն որոշ դրվագների հետ։ Վերաքննիչ դատարանը բավարարել էր մեր բողոքը այդ Ջիկոդեր ընկերության մասով եւ ուրեմն բեկանել էր առաջինացանի դատանի որոշումը, պարտավորեցրել էր հանրային վարույթի այդ մասնակիցներին, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնեն։ Մի խումբ փաստաբաններ անցած տարեվերջին ֆինանսների նախարարի հայտարարագրերում ոչ միայն տարբեր տարիների սխալներ էին հայտնաբերել, այլ նաև պարզել, որ Փաշինյանի թիմակիցը $1 միլիոն անտոկոս փոխառնություն է ստացել, հետո գնել Կարիտաս Իտալիան ընկերությունը։ Հետագայում այս կազմակերպությունը վերանվանվել է Ջիկոդեր, իսկ Վահե Հովհաննիսյանն իր 100% բաժնեմասը ըստ փաստաբանների վաճառել է մոր եղբորը։ Ընկերությունը օգտվել է նաև պետական օժանդակությունից, կառավարությունից ստանալով 1.8 միլիարդ դրամի ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն։ Սա կասկածներ է առաջացրել, որ նախարարը կոռուպցիոն գործարքների մեջ է։ Փաստաբանները դիմել էին գլխավոր դատախազին, հետո հարցահասել էր հակակոռուպցիոն կոմիտե։ Այստեղ հրաժարվել էին քրեական վարույթ նախաձեռնել։ Թե այս, թե հակակոռուպցիոն դատարանի որոշումները բողոքարկվել էին արդեն վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ էլ որոշել են նախարար Հովհաննիսյանին առնչվող կոռուպցիոն կասկածները պետք է դառնան իրավապահների քննության առարկա։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ չի հերկվել, որ այդ գումարները ստացել է, այսինքն քննիչը չի պարզել հակառակը, որ այդ գումարները չեն ստացվել, հակառակը վերաքննիչ դատարանը գտել է, որ այդ գումարները ստացվել են։ Եվ այդ գործընթացի մեջ գտել է, որ այո, այստեղ կան հանցագործության առերևույթ հիմքեր։ Թե որտեղից այդ գումարները։ Որտեղից եւ այս ամբողջ գործընթացը, որ հետո այդ ընկերությունը դարձավ կառավարության որոշման այդ արտոնություն կրող սուբյեկտ։ Եվ բնականաբար դատան այդ ռիսկը տեսել է եւ ասել է, որ այո, պետք է քրեական վարույթ նախաձեռնվեր, որտեղ այդ նվազագույն շեմը հաղթարված է, առերևույթ հանցագործության այդ հատկանիշների նվազագույն շեմը հաղթարված է դրանով։ Նախարար Վահե Հովհաննիսյանը ազատության զանգերին չի արձագանքել, մեզ չհաջողվեց կապ հաստատել նաև նրա խոսնակի հետ, որն ավելի վաղ ասել էր, թե հայտարարագրերում անհամապատասխանությունները տեխնիկական վրիպակներ են, շտկում են, կոռուպցիոն կասկածներն էլ անհիմն համարել, պնդել, թե $1 միլիոն անտոկոս վարկը ստանալու պահին Վահե Հովհաննիսյանը պաշտոն չի ունեցել։ Գործընթացը նախաձեռնողներից փաստաբան Արա Զոհրաբյանն ասում է, իրենց կասկածները պահպանվում են, որ Վահե Հովհաննիսյանը քեռու ընկերության իրական սեփականատերն է։ Պաշտոնն էլ ծառայեցնում է կազմակերպության շահերին։ Եթե նույնիսկ ինչ-որ մի հրաշքով իրենք փորձեն համոզել, որ դա իր քեռուն է պատկանում եւ ինքը այստեղ իրավաբանորեն կապ չունի, այդ ընկերությունը մինչեւ հիմա էլ իրեն պարտք է 50 միլիոն դրամի չափ փոխառություն ունի իրեն տրված։ Այսինքն ինքը այդ ընկերության նկատմամբ միևնույն է ունի շահագրգիռ վերաբերմունք, ինքը շահ ունի այդ ընկերությունից, որտեղ այդ ընկերությունը դեռ իրեն փող է պարտք։ Ու ես կասկածում եմ, որ դա ուղղակի ձևական գործարք է եղել, որպեսզի անվանումն էլ է փոխի այդ նպատակով, որպեսզի այդ այսպես արհեստական հեռացնեն, բայց բնականաբար այդ փաստը հաջողվել է պարզել եւ մենք ներկայացրել ենք նաեւ իրավապահ մարմիններին։ Մինչ այս պահը հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ հարուցելու մասին որևէ հայտարարություն չի արել։ Կբողոքարկի գլխավոր դատախազությունը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը, կառույցից չեն արձագանքում։ Փաստաբան Արա Զոհրաբյանը կասկածի տակ է դնում նաեւ Հովհաննիսյանի պաշտոնավարման հարցը։ Հիմա եթե վարչապետի չինովնիկը կոռուպցիոն ծրագրերի այդ ռիսկերի մեջ է, դա լուրջ խնդիր է առաջանալու այս պաշտոնատար անձի հետագա պաշտոնավարման համար։ Որտեղ միջազգային կառույցը մի ֆոնիկը հայտնվեց, ու այս փաստերը ի վերջո այդ կառույցներն են նայում, տեսնում, եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանը կպահի այս ոնց ասեմ, այս կոռուպցիոն ռիսկ պարունակող անձին այս արարքները, ապա բնականաբար ինքն էլ դրանից կտուժի։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո նրա թիմից տարբեր պաշտոնյաներ են կոռուպցիոն դրվագներով հայտնվել Մեղադրյալի աթոռին։ Հեղափոխությունից 1 տարի էլ չանցած մեղադրանք առաջադրվեց այն ժամանակ ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանին։ Անցած տարի էլ Մեղադրյալի աթոռին հայտնվեց քաղպայմանագրի անդամ էկոնոմիկայի նախարարությունը ղեկավարած Վահան Քերոբյանը։ Վերջերս նաև նախկին ՔՊԱ-ական Հովիկ Աղազարյանը։ Իդեպ անցած տարի ՔՊ-ն ցանկանում էր բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրել կուսակցական Ալեքսանդր Սիրունյանին, սակայն նրա անվան շուրջ կոռուպցիոն կասկածները պատճառ դարձան, որ Սիրունյանին չընտրեն։ Հնարավոր է ֆինանսների ոլորտը ղեկավարող Վահե Հովհաննիսյանն էլ պաշտոն անկարվի այդ կասկածների պատճառով։ Առայժմ պարզ չէ։